Բարև ձեզ, ես Լենա Միտիչյանն եմ։ Այսօր ցանկանում եմ ձեզ հետ խոսել էլեկտրոնային եղանակով իրականացվող արդարադատության մասին։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործում է բավականին ժամանակ է քաղաքացիական դատավարության մասով էլեկտրոնային արդարադատությունը, իսկ ներկայումս օգոստոս ամսից արդեն իսկ գործում է նաև վարչական դատավարության կարգով իրականացվող էլեկտրոնային արդարադատությունը։ Ինչ է սա ընդհանրապես նշանակում։ Սա նշանակում է, որ անձինք այսուհետև, եթե վարչական դատավարությամբ նախատեսված որևէ գործողություն են ցանկանում իրականացնել, օրինակ հայցադիմում են ցանկանում ներկայացնել, որովհետև օրինակ համաձայն չեն որևէ վարչական մարմնի կողմից կայացված ակտի հետ, նրանք դա կարող են եւ արդեն իսկ պետք է իրականացնեն վարչական դատավարության էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով։ Այս հատուկ համակարգի միջոցով հայցադիմումներ եւ այլ գործողություններ կատարելու հնարավորություն են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները։ Ովքեր են հանդիսանում համակարգն օգտագործող, այսինքն ովքեր են, որ հենց արդեն իսկ հանդիսանում են այդ համակարգի մի մասը, ֆիզիկական անձինք, ովքեր որ գոնե թե մեկ անգամ ինչ որ գործողություն են արել այդ համակարգի միջոցով։ Այստեղ պետք է լինել ուշադիր, քանի որ եթե ֆիզիկական անձը որևէ գործողություն է կատարում համակարգի միջոցով, օրինակ ինչ որ մի ժամանակ հայցադիմում է ներկայացնում կամ պատասխան է ներկայացնում կամ այլ գործողություն է կատարում, ապա վերջինս համարվում է համակարգն օգտագործող եւ հետագայում եթե տեղյակ չպահի դատարանին անհնարինության մասին այդ համակարգի օգտագործման, վերջինս դիտարկվելու է որպես համակարգում պատշաճ գրանցված եւ այն օգտագործող անձ։ Համակարգն օգտագործող անձինք են համարվում նաև իրավաբանական անձինք բոլոր տեսակի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, վարչահարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, սնանկության կառավարիչները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները եւ այլն։ Այս պարագայում կարեւոր է ուշադիր լինել, քանի որ եթե անձը հանդիսանում է համակարգն օգտագործող անձ, վերջինս պետք է խաղա, այսպես ասած, համակարգի կանոններով եւ պետք է ուշադիր լինել, քանի որ դատարանները արդեն իսկ ամբողջ ինֆորմացիան, փաստաթղթերը եւ այլն գեներացնում են համապատասխան համակարգում եւ շրջանառությունը եւս դատավարական փաստաթղթերի իրականացվում է այդ համակարգի միջոցով։ Ուստի տվյալ պարագայում, օրինակ, եթե անձը համակարգն օգտագործող անձ է եւ դատարանի կողմից որևէ ծանուցում է ստանում, վերջինս համարվում է այդ ծանուցումը ստացած 3 օր հետո։ Անկախ նրանից նա կարդացել է, չի կարդացել, տեղեկացել է թե ոչ, նա համարվում է արդեն իսկ դրա մասին տեղեկացված եւ բոլոր անբարենպաստ հետևանքները կապված դրանից կրելու է հենց այդ անձը։ Բացառություն է կազմում այստեղ այն դեպքերը, երբ անձը չի հանդիսանում համակարգն օգտագործող անձ եւ այդ անձի կողմից ներկայացված փաստաթղթերը կամ իրեն կատարվող ծանուցումները կրկին իրականացվում են, շարունակում են իրականացվել թղթային տարբերակով եւ դատարանը այդ փաստաթղթերի պահպանությունը, այսպես ասած, կրկին իրականացվում է այդ եղանակով, բայց սա միայն բացառության մասով է եւ մնացած անձինք համարվում են համակարգն օգտագործող։ Ուստի եղեք ուշադիր եւ ձեր ամբողջ գործողությունները եւ հետագա նաեւ եթե ունեք դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, կառուցեք հենց վարչական դատավարության մեջ կատարված այս փոփոխությունների շրջանակում, իսկ մեր իրավաբանների պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է ձեզ աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցում։